Համեցեք ֆորմսական Պարոն Նայիրի ասած է տոկոսները որ բարձրաձայնում են իրականում դա հնուց եկած, եթե Աստվածաշնչի վրա հիմնվենք, երբ որ Մոսեսը 12 լրտեսին ուղարկում է, 12-ից 2-ը հետ են գալիս եւ ասում են մենք կարող ենք հաղթել, մնացած 10, այսինքն 12-ի 2-ը դա 16%-ն է։ Բոլոր քաղաքական գործիչները գիտեն այդ թվի մասին, եթե լուրջ քաղաքական գործիչներ են, բայց այդտեղ կա մի այլ էֆեկտ, հայերենում երևի ձնագնդիկի էֆեկտ են ասում, ինչ են ասում, բայց ես համաձայն չեմ, որ մեր ազգը անտարբեր է, ոչ ազգը անտարբեր չի, ազգը խոհեմ է, եւ մենք կոչ ենք անում, որ այդ եկեղեցու բախումները չլինի, այդ քաղաքական դեմքերին է, որ ես զարմանում եմ, ով շարժում անում նույն դեմքերը այնտեղ կամերայի դեմը կանգնած է, ոնց են այդեն շուտ գաղափարապես փոխվում, էլի, ասենք Քոչարյանն անում ընդեղ են, այս անում ընդեղ, նույն դեմքերն են, նույն կամերայի, դա կներեք այս արտահայտության համար կապիկություններ եմ, էլի տեսնում այդտեղ, հիմա մեր ժողովուրդն էլ լինելով խոհեմ, պետք է չգնա, պետք է ուզում է գնա իջմիածին, թողեք դատարկ, թող Դոն Կիխոտի պես գնա, շենքի հետ կռվի, էլի Դոն Կիխոտը ոնց է շենքի հետ կռվում, այդ այս բախումներից չգնաք, ասում եմ, երկու հակար դարձով ուժ հավաքեք, ես քաղաքացիական պատերազմ, եթե չէ, անց բախումներ ստեղծեմ ու դա էլի եմ ասում, մեդիաններ, ուրիշ դա սովորական պրակտիկա է, իսկ ինչքան սենց երկարի, թե Փաշինյանը, թե ամեն քաղաքական պայքար փողոց, ինչքան երկարում, այնքան շատ արտաքին ուժերը ընդգրկվում են, ներդրվում են այդ պայքարի մեջ։ Շնորհակալություն։